Պարոն Բլեյան, հանրությունը ցնցված է ահաբեկչական գործողությունների բացահայտմամբ, որը պետք է գլխավորեր Բագրատ Գալստանյանը, վարչապետը արձանագրեց, որ հանրության մի խումբ կարծում է երկրորդ հոկտեմբերի 27 կանխվեց, այսինքն եւ որ եկեղեցին մեղադրում էր իշխանությանը եկեղեցու դեմ արշավ սկսելու համար, իրենք փաստորեն նաեւ ծրագիր ունեին Հայաստանը այրամբ լցնելու։ Այո, իդեպ հիշողությունները թարմ են, մենք հիշում ենք հոկտեմբերի 27-ը 99 թվականի եւ եթե մենք կարծում ենք, որ տարբեր դերակատարներ են, ես կարծում եմ, որ դա նույն ձեռագիրն է, նույն տեղից է գալիս, նույն կարգադրիչն է, նույն հրամանատարն է, իսկ հրամանը գալիս է հյուսիսից, դա նույն ձեռագիրն է եւ այստեղ մենք պետք է ավելի աչալուրջ լինենք, իհարկե ցնցված ենք, որ իրեն կարողացան եկեղեցականներին էլ նույնպես ներգրավել, բայց դա նորույթ չէ։ Ռուսական հատուկ ծառայությունները այս տարիների ընթացքում Արևելյան Եվրոպայի տարատեսակ երկրներում նույնպես փորձել է օգտագործել հոգևորականությունը, այսինքն մարդկանց հույզերի վրա աշխատել, բոլորին վերջերս նույն Կիրիենկոնով նշանակվել է հիմա Հայաստանի կուրատոր, մինչ այդ աշխատում էր Աբխազիայի գծով եւ նա նույնպես օգտագործեց այդ գիծը, այդ կրոնական գիծը եւ այնտեղ իրենց հաջողվեց։ Եվ մենք պետք է հասկանանք, որ ռուսական փափուկ ուժը դա վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար։ Մենք պետք է այդ մարդկանց հետևից գնանք, որովհետև իրենք ունեն լսարան եւ այդ լսարանը պետք է փակել։ Սովորական քաղաքացին նա չպետք է, իհարկե մենք կարող ենք էլի մեր հույսը դնել, որ նա կհասկանա, գիտակից կլինի, բայց մենք պետք է նաեւ պաշտպանենք սովորական քաղաքացիներին, ովքեր դառնում են զոհը այդ ապատեղեկատվության, այդ հիբրիդային պատերազմի եւ այն գործիչներին, ովքեր գործում են ընդդեմ պետականության եւ հանուն ռուսական կայսերական նպատակների, իրենք պետք է դուրս բերվեն քաղաքական դաշտից, տեղեկատվական դաշտից եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունից։ 2024 թվականին, երբ Գալստանյանը Տավուշից քայլերթ էր անում դեպի Երևան, հայտարարում էր, որ առանց Գարեգին Բ-ի օրհնությամբ չեն գործում։ Եվ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից նշվում է, որ այս գործողությունները ծրագրվել էին հենց նույն թվականի նոյեմբերից, այսինքն այդ օրհնությունը եղել էր տվյալ գործողությունների համար։ Իսկ ինչու օրինակ Գարեգին Բ կաթողիկոսը չի հայտարարում, որ նա որևէ կապ չունի այս մի հնարավոր ահաբեկչության հետ, այսինքն կար օրհնանքը կաթողիկոսի, թե չկար օրհնանքը, որքանով էր այդ օրհնանքը ճակերտավոր իհարկե օրհնանքը գործուն եւ ընդգրկուն եւ թարապես ներառում բոլոր arczepiskopos-ներին, որովհետեւ ես ունեմ տեղեկություն, որ թարապես Բագրատ Սրբազանի նույն ինքը Վազգեն Գալստանյանի այդ քայլերթը, որ նա իրագործում էր, arczepiskopos-ների եւ քահանաների եւ սարկավակների մեծամասնությունը դեմ էին արտահայտվել, որ իրենք չեն ուզում որպեսզի եկեղեցին, եկեղեցականը, Սրբազանը, arczepiskopos-ը զբաղվի քաղաքականությամբ, բայց ի հեճուկս իրենց ցանկության Գարեգին Բ-ն օրհնեց եւ այո, Վազգեն Գալստանյանը չէր ստում, երբ ասում էր նա գործում է կաթողիկոսի օրհնությամբ։ Ես կարծում եմ յուրաքանչյուր օր, որ Գարեգին Բ-ն մնում է իր կաթողիկոսի պաշտոնին, իսկ դա նա դիտարկում է որպես պաշտոն, նա վնասում է, ել ավելի է վնասում եկեղեցու համբավին։ Եվ ես կարծում եմ, որ պետք է եկեղեցին պաշտպանենք նմանատիպ arczepiskopos-ներից եւ կաթողիկոսներից։ 20 տարի շարունակ Գարեգին Բ-ն մասնակցել է երկրի ուզուրպացիային, որովհետեւ նա օրհնել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր հանցագործություն։ Ձայն չի հանել, երբ սպանվում էին մարդիկ փողոցներում, երբ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցողները հալածվում էին, նա լռում էր, որովհետև փող էր աշխատում։ Մեզ այդպեսի կաթողիկոս պետք չէ, մեզ պետք է կաթողիկոս, որը կմիավորի, որը ոչ թե կնախատի այն թեմի առաջնորդին Թալինի, որը խոսեց խաղաղությունից, այլ կերկրորդի եւ ինքը պետք է հանդես գա այդ խաղաղության կոչով, որովհետև երբ մտնում ես եկեղեցի, դու ուզում ես խաղաղվես, դու այնտեղ խաղաղություն ես փնտրում, դու չես գնում եկեղեցի, որպեսզի հոգևորականը քեզ ավելի նյարդայնացնի եւ դու լարված դուրս գաս։ Եվ հետեւաբար կաթողիկոսը որպես գլխավոր գրաուն հրամանատար այդ ամեն ինչի պետք է իր որակով, իր տեսակով այդ օրինակը ծառայի։ Ես հույս ունեմ, որ վերջապես իր շրջապատը նաեւ կհանգեցնի, որպեսզի կաթողիկոսը ինքնակամ վայր դնի։
տեղի ունեցած իրադարձությունից միայն օրվա վերջում Մայրաթորի Գերագույն խորհուրդը հայտարարություն տարածեց, այստեղ հատկանշական էր հայտարարության մեջ այն հատվածը, թե դատապարտելի է հիշյալ գործընթացը եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու եւ Մայրաթորի անունը շահարկելու դիտավորությունը։ Այսինքն հիմա էլ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ իրենք երբևէ կապ չեն ունեցել Գալստանյանի հետ։ Իհարկե, բայց իրենք թող ավելի բաց խոսեն, թող ասեն, որ մենք չենք օրհնել, եթե իրապես իհարկե կան ամեղության կախավարկած, բայց իրենք թող ասեն, որ թարապես եկեղեցին իրենք չխոսեցին օրինակ, որ դա իրենք չդատապարտեցին, որ եթե նման բան կա։ Հասկանում եք, իրենք պետք է դատապարտական կոչով հանդես գային, ասեն մենք դատապարտում ենք ցանկացած ոգի կողմից, ցանկացած անձի կողմից նմանատիպ գործողություն պետության, պետականության դեմ գործելու, կլինի դա arczepiskopos, կլինի սովորական քաղաքացի, ով ուզում է լինի։ Այս սա է, որ կարևոր է որպեսզի եկեղեցին, որովհետև եթե եկեղեցին չի պաշտպանում, չի ուժեղացնում պետությունը, էլ ինչ եկեղեցի։ Եկեղեցին ինքը պետք է ամրացնող լինի, ինքը պետք է պաշտպանող լինի, ինքը հերթական անվտանգային բաստիոնն է նաև Հայաստանի համար։ Եվ հետևաբար սա շատ, գիտեք, ձեռքերը լվանալու նման մի տեքստ էր, որ մենք կապ չունենք, մեզանից հեռու, մենք գործ չունենք, խնդրում եմ մեզ ձեռք չտաք։ Այդպես չէ, եթե հետաքննությունը պարզեց, որ էլի մարդիկ կան, թեկուզ հոգևորականներ, ովքեր շահառու են եւ իրագործել են եւ փորձել են իրագործել, աշխատել են, իրենք բոլորը պետք է պատասխանատվության կանչվեն, անկախ նրանից դու վեղարով ես, թե վեղարով չես կարող պաշտպանվել վեղարի քովի տակ եւ ասել, որ ինձ չի կարելի ձեռք տալ, ես անձեռնմխելի եմ, այդպիսի բան չկա, անձեռնմխելիներ չկան Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Բլեյան, նաև տեղի ունեցած իրադարձություններից հետո մենք տեսնում ենք, որ տարբեր ուժեր իրենց աջակցությունն են հայտնում Գալստանյանին, մասնավորապես Հանրապետական կուսակցությունը, Հայաստան դաշինքը, Սերժ Սարգսյանի ուժը նաև խոսում է, որ ամեն ինչ պետք է ավարտին հասցնեն իմպիչմենտի միջոցով։ Այսինքն սա ինչի մասն է խոսում։ Իմպիչմենտի իրենք չեն կարող հասնել, իրենք գիտեն, որ իմպիչմենտը դա անիրագործելի է։ Հասկանում եք, իմպիչմենտը դա քաղաքական անբովանդակ մի գործունեություն է, որովհետև երբ դու չունես մեծամասնություն ազգային ժողովում, դու չես կարող հասնել իմպիչմենտի, դու կարող ես գեներացնել եւ դու դրա իրավունքը ունես, որպես падգամավոր դու ունես դրա իրավունքը, որպես ընդդիմադիր, որ նախաձեռնես, բայց ասել, որ դրանով մենք կարողանանք հասնել իմպիչմենտի, դա անիրագործելի է, հետեւաբար Սերժ Սարգսյանը երբ նման բան է ասում, ես կարծում եմ նա ամենից լավը գիտի, որ դա անիրագործելի է։ Ես զարմանում եմ, որ իրանք իրենց աջակցությունն են հայտնում, որովհետև իրականում իրենք այս պայդրությամբ պետք է մտածեն, որ եթե իրենք իրենց աջակցությունն են հայտնում, իսկ արդյոք իրենք աջակցել են հենց բուն այդ պլանի մշակմանը, իրագործմանը, ի վերջո Սերժ Սարգսյանը, գիտեք, շատ երկար տարիների ուրեմն փորձ ունի, եղել է թե ԱԱԾՊ, թե Պաշտպանության նախարարության նախարար, թե ներքին գործերի նախարար, այսինքն նա շատ լուրջ հմուտ չինովնիկ է եւ հետեւաբար կարծում եմ նա պետք է ավելի զգույշ լինի արտահայտություններում, իսկ սա նաեւ նախընտրական պայքար է, իրենք թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը այսօր իրենք ասում են, որ իրենք առանձին են, իրենք տարանջատ են, բայց երբ գա պահը, իրենք կմիավորվեն, այնպես ինչպես մենք տեսանք, իրենք միավորվեցին Գյումրիում եւ Գյումրին օկուպացվեց, ընկավ եւ առ այսօր նա ընկած է եւ իրենք նպատակ ունեն, որ այդ Գյումրու սցենարը նաեւ կիրարկեն 26 թվականին խորհրդարանական ընտրություններում, այստեղ է կարեւոր, որպեսզի մինչեւ 26 թվականի խորհրդարանական ընտրությունները նամանավանդ հաշվի առնելով այս վերջի դեպքերը ազգային ժողովը նստի եւ իրավաքաղաքական գնահատական տա 2000 թվականի մայիսից մինչեւ 2018 թվականի մայիսն ընկած ժամանակաշրջանում իշխանության ուզուրպացիային, որին մասնակցել են նաեւ եկեղեցին, եկեղեցականները։ Իրենք բոլորը պետք է մաս կազմեն եւ դա թույլ կտա, որպեսզի իրենք իրավունք չունենան զբաղվեն քաղաքականությամբ։ Եվ 26 թվականին մենք ունենանք առողջ Հայաստանի Հանրապետությանը հարատևությանը միտված բովանդակային քննարկումներ, դիսկուրսներ, բանավեճեր, տարբեր կարծիքներ կնչեն, թե ով ինչպես է տեսնում Հայաստանի Հանրապետության ապագան։ Ոչ թե ով է ինչ է եղել անցյալում, այդ մեղադրանքները մենք բոլորս արդեն անգիր գիտենք, եւ ոչ թե ինչպես անենք, որ արդյոք մենք Թաթարստանի կարգավիճակով ենք ուզում լինենք Ռուսաստանի մաս, թե Բելարուսի կարգավիճակն է ավելի նախընտրելի։ Մենք ոչ թե դա պետք է քննարկենք, այլ պետք է քննարկենք ինչպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի հարատև, լինի անկախ, ինքնիշխան։ Սա է կարևոր։ Սրա մասին պետք է լինեն 26 թվականի ընտրությունները։
Պարոն Բլեյան, նաև տեղի ունեցած իրադարձություններից հետո Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նշվում է, որ հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ, սակայն հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ որևէ դատապարտող խոսք չկա ահաբեկչական գործողությունների մասին, փոխարենը դատապարտում են Սամվել Կարապետյանի կալանավորումը, համարում են ապօրինի։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գարեգին Բ-ի միջև տեղի ունեցած երկրորդ հանդիպումն է, հա։ Ինչն է նրանց միավորում։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը մերժում էր Գարեգին Բ-ի այցը ընդունել 2008 թվականի մարտի 1-յան դեպքերից հետո։ Ես գիտեք, հնարավոր է, որ օրինակ առաջին անգամ եւ երկրորդ անգամ իրենք քննարկում են, թե ինչպես կարող է կաթողիկոսը խաղաղ ձևով հեռանալ։ Միգուցե իրենք քննարկում են դա, ես չեմ կարող ասել։ Ես հույս ունեմ, որ իրանք դա քննարկում են։ Ես ցավում եմ, որ Հանրապետության առաջին նախագահը այս տարիների նամանավանդ 2018 թվականից ի վեր մի այնպիսի ուրեմն դիրքորոշում է բռնել, որը շատերին վանել է իր կողմից։ Եվ թալապես պաշտոնաթող նախագահները հակառակը իրենք սկսում են խոսել անկեղծանալ, մեմուարներ գրել, բացահայտումներ անել եւ լավ կլիներ, որ գոնե առաջին նախագահ, ես հասկանում եմ, որ երկրորդ ու երրորդ նախագահից դա սպասել հնարավոր չէ, նամանավանդ երկրորդ նախագահից, որովհետև իրենց նպատակը ոչ թե դա է, իրենց նպատակը այնինչ եղավ Արցախի հետ, լինի նաև Հայաստանի հետ։ Այնինչ եղավ Արցախի հետ, դա իրենց նպատակն էր։ Այնինչ պետք է լինի եղավ Արցախի հետ, նրանք ուզում են անել Հայաստանի հետ։ Եվ հետևաբար Լևոն Տեր-Պետրոսյանի վրա միայն հույս կար, որպես գիտնական, որպես պատմաբան, որ նա գոնե իր մեմուարներով բազում բացահայտումներ կանի եւ նաեւ այդ տեսքով նա իր կողմից կհանի, իր վրայից կհանի որոշ բեռը, բայց նա բռնել է լրիվ հակապետական դիրքորոշում եւ դժվար է պատկերացնել թերապես ինքը ինչի մասին է մտածում։ Նամանավանդ իր տարիքում թերևս թվում էր նա կմտածի իր համբավի մասին, իր հետագայի մասին, բայց նա գործակցում է երկրորդ, երրորդ նախագահների հետ, դաշնակների հետ, ում նա փակել էր ժամանակին, հասկանում եք, այնինչ որ նա արել էր ժամանակին, լրիվ հակառակն է անում հիմա։ Եվ այստեղ մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանին միակ հույսս նա է, որ նա միայն բանակցում է կաթողիկոսի հետ, թե ինչպես կարող է Կտրիչ Ներսիսյանը խաղաղ հեռանալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձել էր Գարեգին Բ-ի հեռանալու մասին։ Վարչապետը նշել էր, որ եթե նա ինքնակամ չհեռանա, հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի քրիստոնեաբար։ Այս դեպքում դուք ինչպես եք պատկերացնում, սցենարն ինչպես կլինի, նա կհեռանա, թե կհեռացվի։ Գիտեք, երբ նա զգաց երևի թե որ իրավիճակին չի տիրապետում, միգուցե արդեն իսկ չի տիրապետում, բայց նրան դեռ թվում է, որ նա տիրապետում իրավիճակին, նա միգուցե հասկանա եւ նաեւ պետք է ներսից գա այդ պորտկում, այդ հասկացնելը իրեն, որ նա այլևս չի տիրապետում իրավիճակին եւ նա հեռանա։ Այլ տարբերակ չկա, որովհետեւ յուրաքանչյուր օր, որ նա մնում է որպես կաթողիկոս, դա վնասում է եկեղեցու համբավին, հայ առաքելական եկեղեցու համբավին։ Եվ իրենք, ովքեր այդքան շատ են խոսում հայ առաքելական եկեղեցու համբավից, եթե իրապես դու նույնիսկ մտածում ես, որ դու ազնիվ ես, բայց դու գիտես, որ քո հեռանալը հարց է լուծում, դու պետք է հեռանաս։ Դու պետք է հեռանաս, վերջապես մենք կտեսնենք 99 թվականի հոկտեմբերի 27-ից ի վեր, որ կաթողիկոսը մի քայլ արեց, որը միտված էր Հայաստանի Հանրապետությանը, պետականությանը, հավատավորին եւ այն լուր իր մեղսակցությունը բոլոր հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել 20 քանի տարվա ընթացքում, դրանով գոնե նա մաքրվի եւ ասի վերջ, ես հեռանում եմ, ես հասկացել եմ, սխալ եմ եղել, դուք ճիշտ եք, ես սխալ, ես հեռանում եմ։ Եվ պարոն Բլեյան, ինչ հանգուցալուծում կունենա այս իրադարձությունների զարգացումը ըստ ձեզ։ Հայաստանի Հանրապետության եկեղեցին պետք է վերադարձվի ժողովրդին։ Այն ինչպես օրինակ էլեկտրական ցանցերը հիմա վերադարձվել է ժողովրդին, որովհետև ապառուսականացվում է, նույն կերպ հայկական եկեղեցին պետք է ապառուսականացվի։ Իսկ այն ռուսական է եւ դրան կան բազում օրինակներ։ Եթե քո եղբայրը Ռուսաստանում, Մոսկվայում նա օրհնում է
ուրեմն մեր հայրենակիցներին, որպես իրենք գնան Ուկրաինա եւ սպանեն մեր այլ հայրենակիցներին։ Այսինքն 500,000 հոգի հայ ապրում է Ուկրաինայում, 900,000 հոգի հայ ապրում է Ռուսաստանում, պաշտոնական տվյալներն եմ ասում։ Եվ ոչ մի խոսք չկա Ուկրաինայում ապրող հայերի մասին։ Այսինքն Ուկրաինայում ապրող հայը հայ չի, իսկ Ռուսաստանում ապրող հայը հայ է, իրեն պետք է օրհնել, որ նա գնա իրեն սպանի։ Սա խաղաղությանը միտված գործընթաց է, չէ, սա գործակալական ցանց է եւ եկեղեցին պետք է մաքրվի այդ ռուսական այդ ազդեցությունից, այլ կերպ չկա։ Եվ այլևս ոչ մի կաթողիկոս չպետք է գնա դեսպանատուն ռուսական եւ շքանշաններ ստանա։ Եվ այլևս ոչ մի մասնակցություններ չպետք է լինեն Բելարուսի նման հանցագործ երկիր եւ այնտեղ ինչ որ մասնակցել պետական արարողությունների, դա պետք է արգելել, դա չի ազդում, չի օգնում Հայաստանի պետականությանը, իսկ իրենք հրաման են ստանում եւ սկսում են իրագործել։ Երբ դու գնում ես դեսպանատուն եւ ոչ թե դեսպանն է գալիս քո մոտ, նշանակում է դու հաշվետու ես այնտեղ եւ գնում ես հաշվետվություն ես ներկայացնում, թե ինչպես ես դու կատարել, ինչ ես կատարել։ WikiLeaks-ի տվյալներ կան, որտեղ ռուսները Պուտինը նույն ինքը կաթողիկոսին համոզում էր, որ իրենք հակապետական գործունեությամբ զբաղվել։ Այսինքն ամեն ինչը կա, այդ ամեն ինչը մենք գիտենք։ Ժամանակն է եղել, որպեսզի այդ բոլոր կեղծիկները մենք դնենք մի կողմ եւ Հայաստանի առաքելական եկեղեցին վերադարձնենք ժողովրդին։